Ես այ քրես օգյալ առներ քաշարած օգին այս տարի ավելի շատ եղավ քան թե բանը գինին պատճառը կարգուտներ որ լրիվ տարավ գինիները գինի շատ ունենք գինի չէ Ես կարմի գինի սիպտակի որը լավ այդ կանյակն ու կարծի կանյակը Բերթավանցի Միշայի մառանում տարվա եղանակները իրար են խառնվել։ Այստեղ կողք կողքի շարված են ամռան տապին հավաքված ու պահածոյացված մոշի կոմպոտը, աշնանային կարկուտից փրկված խաղողից իր ձեռքով պատրաստած գինին ու ձմռան ցուրտ երեկոների համար թորած թունդ օղին։ Բայց այստեղ մառան գալիս է ոչ թե միայն խմելու, գինու հասունացմանը հետևելու, տեսակ թթուներ ու փակոսները խոհանոց տանելու, ինչու՞ չէ նաև տարատեսակ համովությունները ճաշակելու, այլ նաև համով զրուցելու, պատմելու ու լսելու նպատակով։ Սիպտակ գինես էլ կարմիր գինի լաբիլացու տանենք փորձարկենք Հոնի կամբոտ, մոշի կամբոտ, որն է սիրում։ Մեկա վայրի մոր էլ կա, բայց չէ մոշ կտանենք խմենք, ես ինչ ասա, մոշ էլ աշկիս։ Տատա տանձար աչարկես։ Հա, երկուսներ կփորձենք էլի։ Տանենք երկուսներ փորձենք, գինին էլ կխմենք։ Միշայի հետ զրույցը դեռ չսկսած արդեն տեսականորեն գիտես Բերթավանի բոլոր տեսակ մրգերի ու հատապտուղների համը։ Մնում է արդեն համտեսել, իսկ ինչու ոչ։ Միշան շարունակում է պատմել, մենք էլ իմանում ենք երբեմնի Շեն ու հարևան կողբ գյուղի հետ անհաշտ մրցակից Բերթավանի պատմությունը։ Ըստ պարոն Միշայի խորհրդային տարիներին Բերթավանը տալիս էր ոչ ավելի եւ ոչ պակաս Հայաստանի պտղի համախառն արտադրության 1/3 մասը։ Սկսում են կասկածել, Միշան նեղանում է։ Մենք էլ հաշտվում ենք ամանդազրույցի վերացվող այդ վիճակագրությունից։ Բերթավանի հետ խաղ չկար, մատով էին ցույց տալիս, շարունակում է Միշան, ու մինչև ոգևորված պատմում է գյուղի մասին, թվարկում է մառանի ու ամբողջ տարվա աշխատանքի պտուղները, տիկին Մանետան շտապում է մեզ նվիրել իրենց բակի գարնան առաջին ծաղիկները։ Ծաղիկել քաղեցիր Շնորհակալություն եմ շատ։ նորաբացել Գարնան առաջին շունչը։ Միշան սովոր չէ, որ թեկուս առաջին, բայց իր բակ մտնողը միայն ծաղիկներով հեռանա։ Բասեղան նստացնելու մահանա կոմպոտը, որ խնամքով ընտրել է նկուղում տասնյակների միջից։ Բեր կամպոտ խմենք։ Այս տանը գարունը հենց այսպես է գալիս տիկին Մարետայի ձեռքերով։ Մի քանի րոպե ու դատարկ սեղանը մի անգամից լցվում է գյուղական համովություններով։ Այստեղ չեն հարցնում սոված ես թե ոչ։ Այստեղ ուղակի սիրում են ու հյուրասիրում առանց ավելորդ ձևականության սահմանապահին բնորոշ անմիջականությամբ։ Բերլա փորձենք տեսնենք ինչը մեր գինին է լավ թե իրանց գինին։ Տիկին Մարետայի ձեռքի գլուխգործոցներն է։ Լարիվ, մեր գինին էլ ենք պատրաստում, ես գործ չունեմ, իմը աճեցնել ենք։ Ես իմ ձեռքով պարտադիր, ուրիշի քաղացը չեմ։ Ես ճիշտ պահածագործ եմ մասնագիտությամբ, բայց մեր տան պահածոնին ինքն է պատրաստում, հետո որ աշխատանքի բերվող ուղղություն եմ տալիս չի ընդունում, ասում ես ավելի լավ գիտեմ։ Ես եմ տեխնոլոգ։ Իսկ արդարացնում է իրեն։ Արդարացնում է, որ արդարացված չէր, բաղոց իրանց տանը կլեր, ցավոտան։ Ինքս եմ տեխնոլոգ, ինքը լավ։ Դրա համար իրար հետ լեզու ենք։ Պատրաստում ամեն ինչ, համով է պատրաստում։ Գինին է տեսնում ես, ինչ ոսկի գույնի գինի է, որ գինու առավետին գիտես չէ որն է, որ սա սնունդ է էլի։ Գինո կարաս երկարապես, արաղող չէ, ալկոհոլ, մարդ վրազում է, բայց սա սնունդ է, առոշ մարդ սնունդ է, ինչ կրում ես խմել։ Այս սեղանի շուրջ մասնագիտական վեճերն ու կատակները չեն լռում։ Երկու տեխնոլոգների միությունը Բերթավանի այս տանը շուրջ 50 տարի վերածվել է կատարյալ համագործակցության։ Պապը հողին ու վազին է ուշ տալիս, տատը հավաքած բերքին։ Ու թեև պարոն Միշան կատակում է, թե բա մասնագիտական խորհուրդները կնոջս մոտ չի անցնում, բաժակի մեջ շողացող ոսկեգույն հեղուկը կնոջ ձեռքի շնորհքի մասին ամեն ինչ ասում է։ Սա ուղղակի գինի չէ, սա իրենց համատեղ կյանքի ու աշխատասիրության թորվածքն է, որը նրանց պահում է ամուր, առողջ ու ամենակարևորը միասնական։ Ինքն է գտել։ Դե փոքր ռայոն էլի հանդիպել ենք, նույնբյանցիա ինքը, նույնբյան կենտրոնից հանդիպել ենք, ծևի, երևի 77 թվին։ 50 տարի միասին ենք էլի։ Այս տան հիմքը տենց է դրված եղել։ Նորմալ է, նորմալ է։ Բոլորը ես հպարտանում եմ, որ այս ազգի հարսն եմ եղել։
Շատ էլի շատ լավ մարդիկ են եղել կիրթ Հետո Վալուժան շատ դժվար է, չէ, 50 տարի մի կնոջ հետ յոլա։ Բայց ես տեսնում եմ, որ սերով ու սիրով եք։ Հա, նորմալ, շատ նորմալ ենք, փառք Աստծո։ Հարմարվել ենք, լավ երեխեք ունենք շատ։ То есть զինորական է, ներկա աղջիկս էլ ավարտել են աշխատանքի են կապված է։ Նորմալ ընտանիք է, նորմալ շատ։ Այս տան ամուսնական կյանքի հիմքը այնքան ամուր է դրված, որ այսօր զավակների հաջողությունն ու թոռների աղմուկը ամուսինների համար կյանքի ամենամեծ էներգիան են։ Բայց որpիսի այդ մեծ գերդաստանին դեռ երկար տիրություն անեն, բասկի ուժն էլ չպակասի ու մառանի բարիքներն էլ անպակաս լինեն, տիկին Մարետան սեփական բանաձևն ունի, ինչպես չհանձնվել տարիքին ու շատ արագ անցնող հեռացող իր տարիներին։ Ասում եմ, ես ինձ մի քիչ նայեմ, որ կարողանամ ավելի երկար առողջությունս պահեմ, որ Հետո իրան դիմանամ։ Դավիթ ջան, մարդը եթե 40 տարեկանից հետո ցավ չունեցավ, ուրեմն նա մեռած է, հաստատ գիտեցի։ 40 անցավ արդեն պետքա մի տեղ ցավի բան, հիմա մենք էլ փառք Աստծո։ Տարիքներս առել ենք էլի։ Մեր գլուխը ցավ, մեր ոտը ցավ, դա կյանքի օրենքն է դա։ Եթե չցավա արդեն ուրիշ բան ասն։ Փառք Աստծո, նորմալ ենք։ Թե հա այս ամեն ինչին մի շան հումորով է մոտենում ու մեկնաբանում, որովհետև այդ ցավերը պապն ինչպես ինքն է ասում, ամեն առավոտ գրպանն է դնում ու անցնում ամենօրյա աշխատանքներին, որովհետև Բերթավանը տարածաշրջանի երբեմնի հարուստ բնակավայրերից է եղել, առաջատար հատկապես պտղատու այգիների մշակությամբ, հիմա էլ այգիներ կան, բայց լքված ու չորացած են, ոչ մշակող ունեն, ոչ էլ տեր ու տիրական, բայց պարոն Միշայի այգին համ տեր ունի, համ էլ տիրական, այ եթե սեզոնին գաք ձեր աչքով կհամոզվեք, ասում է, դե իսկ այս գինին էլ նրա այգու ամենավառ ապացույցն է, բայց ամուսինների համար միայն սեփական այգին քիչ է, այստեղ սովոր են բնությունից վերցնեն ամենալավը, ամենահամեղը, ամենաօգտակարը, որ հետո դրանով երջանկացնեն համ իրենց, համ էլ իրենց հյուրերին։ Աշխատանք կա։ Պարապ չեք մնում։ Չէ, հա, պարապ չէ, ես կբացվի։ Սարերումս։ Ես էլ եմ սիրում անտառ գնալ։ Սունկ հավաքել։ Հիվանդ եմ ալնում, ասում եմ գնալու ենք մոշ հավաքելու, ասում եմ, բայց կարամ, հետո գնում եմ անտառ, չէ, ոչ մի ցավ չեմ ունենում, գերբնական ուժ ես ստանում մի տեսակ հողից։ Հանգիստ տեղը, մեքենա ամուր չկա, ամեն ինչ հանգիստ է, օդը մաքուր, պարապ չես մնա այստեղ, հաստատ պարապ չես մնա, չես հոգնի, ինչ ասեմ։ Այո, սա է սահմանին ապրելու ու հոգով չտրանալու գաղտնիքը, երբ անտառի լռությունն ավելի բուժիչ է, քան ցանկացած դեղահաբ, իսկ գյուղական ծանր աշխատանքը ոչ թե հոգնեցնում, այլ գերբնական ուժ է տալիս։ Համենայն դեպս իմ հերոսները ճիշտ այդպիսին են, եթե տիկին Մարետան սարերից է ուժ ստանում, ապա տան տղամարդու համար բուժիչը հողն է ու սեփական այգու բերքի որակը։ Նա գիտի աշխարհի ոչ մի ծայրում չես գտնի այն համն ու հոտը, որը տալիս է Տավուշի հողը։ Այդ ձևի տեղ չկա, ձևի ռայոն չկա, որ եղած չլեմ։ Մեր մոտի միրգը բանջարեղենը աշխարհում չկա, միսն էլ նույն ձևի։ Բացատրեմ, կարող ասեք Հավատյան դաշտի քաղցրն է, մեղրի ավելի քաղցրն է, մեր մոտ քաղցրությունով չի որոշում, համային արժեքով է որոշում։ Մեր մոտինը համով է, համը գիտեք որն է, որ համ թթվաշությունն է, համ քաղցրությունն է, վերջ ինչ եւ իր բաղադրությունն է նորմալ, ամեն ինչ նորմալ է։ Բայց այսօր Բերթավանի համն ու հոտը միայն մառաններում է մնացել, այնտեղ որտեղ ժամանակին 3000 տոննա խաղող էր մշակվում, այսօր հազիվ 50 տոննա բերք են հավաքում։ Ոռոգման ջրի պակասը թե մարդկային անտարբերությունը։ Միշան դառնությամբ է նայում չորացող այգիներին ու փոխվող ժամանակներին։ Համատած 98 թվի այգեգոր խաղողագործության հետ 5% էլ չմնացել գյուղում, այսինքն 95% կարամ տանեմ ցույց տամ։ Լրիվ ոնց ելա չորացել այդ ձևել մնացել։ Մի 3-4 հոգի որ խաղաղորդում են բաղում։ Ծառը կարելի է հիմնականը մարդիկ դրա այդ կողմեն անցել։ Մի երկու մարդ կա, ասենք որ կարող է մի քանի հեկտար կարելի է ունենան, հետո վերջ։ Արտերը որ ասենք սորեն են ցանում 30%, 20-30%, 70% թողած հողերը, անմշակ հողերը դառ։ Հիմա մեր գյուղը կարող է շատ ամենաշատը 40-50 տոննա խաղող արտադրել, որ ժամանակ երբ 3-4 հազար տոննա
խաղողա տալիս եղել, համատույնը ձերի։ Ես կարամ ուղղակի ամբողջ ռայոնի մերկի պահով ասեմ, որ ես մի վերամշակող եմ եղել տարիներ շարունակ, 30 տարի հետ գործում եմ։ 35,000 տոննա նոյմյան տարածքը պտուղ էր արտադրում։ Հիմա 1000 տոննա երեք պտուղ չեն արտադրում։ Համատել թվերի եթե վերում ենք այդ բալանսն է։ Մեր մոտ ջուր չկա, ոռոգման ջուր չկա։ Այդ Բերթավանը ինչ ունեցել է ոռոգման Ունեցել է հիմա նասոս ունենք այս Բերթի մոտ։ Օգտագործում են, բայց քիչ տարածք է զբաղեցնում, էլի։ Կասենք, շատ ասենք մի 100 հեկտար եւ 100 էլ չէ, էլ քիչ ոռոգվի, բայց հիմնականում չի ոռոգում խորերը։ Եթե ոռոգվի միգուցե մարդիկ արտել անեն, ծառել գցեն, զբաղվեն։ Միայն ջուրը չէ, որ պակասել է, Միշան ասում է, մարդիկ են փոխվել։ Մի ժամանակ то հենց Երևանը շրջապատված էր խաղողի, խնձորի, ծիրանի այգիներով։ Քաղաքը էր մտնում խաղողի դաշտի միջով։ Ուր է հիմա, չկա, բետոնե քաղաքներ են նրանց տեղը։ Խորհրդային տարիներին ով կթողներ գյուղատնտեսական հողի վրա տուն կառուցել, բետոն լցնել, կբռնեին Սիբիր կքշեին։ Այն ժամանակ հողազուրկ Հայաստանում հողի ղադրը լավ գիտեին։ Հիմա ով որտեղ ուզեց այգին քանդեց, տեղը տուն ու չգիտեմ ինչ կառուցեց։ Բայց չէ որ այդ հողը հազարամյակների ընթացքում է հող դարձել։ Չէ, ոչ մի բան հիմա էլ առաջվանը չէ, ասում է Միշան։ Առաջվա հարսանիքների աղմուկը, ընտանեկան ուրախությունների ջերմությունը, հարևանների անկեղծ կապը փոխարինվել են հեռախոսների էկրաններով ու ներփակված կյանքով։ Մարդիկ անջատված են ապրում։ Այս հեռախոսները Ումնա ես մեծ փոքր երիտասարդությունը հիմնականում փողոցում ման գալիս էլ հեռախոսություններին տարիքը կապ չունի։ Մանեկող երեխայա հեռախոս ծնված երեխան էլ հեռախոս են տալի։ Ո՞րցենը կտրի խրոխմանը։ Դուս գնալիս նայեցեք, տղա աղջիկ, ես հեռախոսականները խոսելով գնում են, ու ինչ դա ոչ արտադրությունն է, ոչ ընդհանրեն բթացում այլ գնում։ Գիտեք ոնց էր Երևանի։ Ընկերոջ տուն գներ, բարեկամի տուն գներ, մարդիկ ուրախ ապրեին, ոչ մի հոգսի մասի չմտածեն, որ երեխան սոված ծարավա կամ ուսանողա դառել փող չունի կամ մնալու տեղ չունի, բոլոր հարցերը լուծել էր պետք է։ Մներ ընդամենը իրար լավ ցանկանան, իրար բարի լեն, իրար հետ ուտեն խմեն քեֆ անեն։ Հիմա հարևան դուրը չբացում, լրիվ իրանց հոգսերով են զբաղված, շատ դժվար է։ Անկախ ամեն ինչից ընկերոջ տուն չի գնում, մտածելով որ կարող է գնա ինչ-որ նյութականի վնաս տա կամ ասենք գյուտեղա զորեն ծերին հասցնամ մարդիկ։ Այսօրվա հոգսն ուրիշ է, չափանիշներն էլ են փոխվել։ Խորհրդային ապահովության տարիները նրանք չեն համեմատում, բայց ասում են այն ժամանակ աշխատանք կար, վաստակածն էլ արժեք ուներ։ Միշան հիշում է տարիներ առաջ գյուղում պարապ մարդ չկար, իսկ թոշակառուն իր խնայողություններով կարող էր տուն կառուցել ու զավակներին մեծ հարսանիքներով ճանապարհել։ Հիմա ժամանակները հակառակն են թելադրում, մարդիկ էլ են մի տեսակ փոքրացել, ուրախություններն էլ փոքր, շատ փոքր առիթներով։ Այն ժամանակ թոշակառուն, որ ստաներ 80,000 ռուբլի, սովետի ռուբլի, կարեր մեծ հարսանիք էլ անել, տունել չինել։ Հիմա թոշակառուն հաց եթե առավ չի կարա։ Տեղի փողը։ Տեղի փող թողնենք, կենցաղի լսի ջրի հարցեր կուգի։ 30-35,000 դրամ կամ 40,000 դրամ ինչ փողը որ տալիս, այդքան մենակ չոր հացի փողը։ Բայց լույս ես վառում, գազ ես վառում, ծվեր առաջը, ամառը, շորը պետք է ակնուս, ինչո՞վ առուս։ Հլա փառք ասում, մենք աշխատանքի տեր ունենք, երեխեքս աշխատում են, հարս աշխատում, տղես աշխատում, դժգոհ չենք մենք։ Բայց մեր կողքի մարդիկ կա, որ այդ թոշակ հույսին են ապրում, որ շատ դժվարացնում է մարդկանց կյանքը։ Իսկ ժամանակ սովետի ժամանակ ինչ կար թոշակառը մեծ հարսանիքներ, մեծ տաներշիներ, այս գյուղը կես կարա թոշակառն իր թոշակով են տոշիներ։ Աշխատասեր ամուսինների համար ամենամեծ ցավը պարապությունն է։ Նրանք չեն հասկանում ինչպես կարելի է օրը անցկացնել առանց ստեղծելու ու առանց աշխատանքի։ Հենց այս անգործությունն է, որը նրանց խլում էր երիտասարդների ապագան ու ամայացնում գյուղը։ Ասեն լճացումը, սովետում լճացում, ամեն ինչ թափած էր ասեն լճացումը։ Բայց լճացում չէր, մարդիկ աշխատել են, ստեղծել են։ Ես հիշում եմ, մեր գյուղում օրինակ պարապ մարդ չէր գտնում։ Ոչ մի բառ, բայց հանգած մեկը պատահական գյուղամիջում էր, լրագրողին գային նկարային, թերթ գցեին, խայտարական էին։ Դու տարվա սեզոնին խիես պարապ, ընկե։ Հիմա գնացեք գյուղը։ Բացարձակ մարդ չկար, որ աշխատանք ունենար։ Այս պահին գյուղի, եթե
մի քանի հոգ կարող է պետական աշխատող լինեն, մի 2-3% էլ կարող է զինվորական, հա, մնացած լարի պարապ են, լարի պարապ, պարապ մարդ կամուսնանա, չի ամուսնանա, տղա թե աղջիկ, ոչ մեկ չեն ամուսնանա, 40-45, ասում եմ 250 ավել մարդ ունենք, որ թել 350 որ ամուսնանալ ենթակայեն չեն ամուսնանում։ Այսօր Բերթավանում նոր տներ են կառուցվում, պետությունը ծրագրեր է տալիս, բայց տան պատերն առանց մարդու ու նպատակի ուղղակի շինություններ են։ Պարոն Միշայի ու տիկին Մարետայի սիրտը ցավում է հատկապես երիտասարդների համար, ովքեր տուն ունեն, բայց ընտանիք կազմելու հույս ու աշխատանք ոչ միշտ։ Յուղում երեմ 240-250 հատ նոր տուն ա, բան չունենք ասելու, տվել են օգնել են, բայց դեռ ամուսնանալու հետ կապ չեն, որ չեն ամուսնացել նույն ձևել մնում են, բան չփոխվեց դրանով, տները շինել ենք, պետք է գործարան լինի, աշխատե, մարդ պետք է աշխատե, մարդ պետք է առավոտ որ վեր կենա քնից, գիտենա ինչի համար է վեր կացել եւ ինչ պետք է շինի, ոչ թե անորոշ վեր կենա աչքերը ջարդելով գնանք գյուղի կենտրոնում կանոնի կամ ասենք բարապ գլուխներն քոլը պատտում են, թե ինչ վերջին չկա։ Ու չնայած աշխարհի բոլոր անկյուններում ամեն քայլափոխի մարդիկ ապրում են պատերազմների ու անորոշության մեջ, այս տանը հույսը թորներով նրանց ծիծաղով են պահում։ Պարոն Միշան ու տիկին Մարետան բարձրացնում են իրենց իսկ աճեցրած խաղողից ստացած անուշաբույր գինին ու կենացն ավարտում խաղաղության մաղթանքով։ Հա, բան չկա։ Դու չխկացու, մենք խմենք ախմերը։ Հա, նարի։ Տիկին Մարետայի պատրաստած գինն է, տեսնենք։ Ահա, ձեզի։ Բարո տեսանք, բոլորի գործերն էլ հաջողություն էլ երեխիջան, երկին էլ խաղաղություն էլ է։ Այստեղ նոյեմբերյանի սահմանի եզրին կյանքն ուրիշ արժեք ունի։ Այստեղ գիտեն, քանի դեռ մառանում գինի կա, իսկ սրտում հյուրին ընդունելու պատրաստակամություն, ուրեմն գյուղն ապրում է։ Ապրում է ի հեճուկս բոլոր կարկուտների ու անորոշությունների։ Իսկ իրենք ապրում են, որ ապրեսնեն դարերով եկած այն ավանդույթներն ու արժեքները, որոնք իրենք ավանդել են իրենց ապուպապերից։ Իսկ վերջում ավելացնում են, որ սահմանն ամուր լինի, Բերթավանցին պետք է գյուղում լինի, բայց պետք է որ պետությունն էլ թեքվի դեպի գյուղն ու գյուղացու խնդիրները։ Վազեմ տնգել ես որ կարկուտ խտել ես։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։